կարճ ձևակերպեմ։ Մենք գիտենք, որ Լուկաշենկոն իրեն թույլ է տվել արտահայտություն անել, իհարկե հակահայ եւ ստոր արտահայտություն, թե ում են պետք հայերը կամ ուր են գնալու նրանք։ Եվ տեսանք, որ իբր Նիկոլը հակադարձեց եւ հիշեցրեց, թե ում են պետք հայերը։ Բայց ես Լուկաշենկոյին այդքան լուրջ չեմ վերաբերում, որովհետեւ դա իր խոսքը չէ։ Դա իր տիրոջ խոսքն է։ Իհարկե իր տերը Պուտինը նման արտահայտություն ուղիղ չի արել, բայց մինչև Լուկաշենկոն ռուս որոշ պատգամավորներ, օլիգարխներ այդ արտահայտությունն արել են։ Բայց չգիտես ինչու Նիկոլը վիրավորվել է հենց Լուկաշենկոից։ Բա երբ է այդ ռուսների այդ հարցմանը պատասխանելու։ Լավ, հələ դա էլ մի կողմ դնենք։ Բայց Հեյդարի լակոտն ավելի ծանր է վիրավորում։ Դու հենց անձամբ քեզ է վիրավորում։ Չենք մոռացել, չէ՞, որ ասում էր, որ Նիկոլն ով է, ես Նիկոլին չեմ հաղթել։ Ես հաղթել եմ Ռոբերտին ու Սերժիկին։ Նիկոլն սկի մի կոլխոզ չի ղեկավարել։ Ինքը իր ղեկավարության տակ 3-4 մարդ էլ չի ունեցել։ Նա ով է, որ պետություն ղեկավարի, ես էլ նրան հաղթեմ։ Դե մենք հասկանում ենք, որ ինքը մեզ չի հաղթել իրականում։ Եթե Պուտինը մեր ձեռքու ոտքը չկաբեր ու իրեն ազատություն չտար Հեյդարի լակոտին, նա լավ հասկանում է դա։ Իսկ Պուտինը մեր ձեռքու ոտքը կաբել է հենց այդ նույն Ռոբերտի, Սերժիկի, Լևոնի եւ մեծամասամբ Նիկոլի միջոցով։ Ու երբ որ Լուկաշենկոն ասում է, իսկ ուր պետք է գնան հայերը կամ ինչ պետք է անեն, նա ուղիղ նկատի ունի հենց Նիկոլա նմաններին, որովհետեւ նրանք հեշտ կառավարվում են արտաքին աշխարհի կողմից։ Եվ այդ արտահայտությունը Լուկաշենկոն ոչ թե արել է հենց հայ ժողովրդի համար, այլ արել է հենց իշխանությունների հետ կապված։ Հա, Նիկոլ, քո տեսակին տեսնելով է այդ արտահայտությունը արել Լուկաշենկոն։ Ինքը առաջ նման արտահայտություններ չէր անում։ Եվ հիմի, երբ ես հակադարձելու Ալիևին, վերում ես նրա օգնականին այստեղ տանում ես դիլիջաններում պատվես տալի, մարդը գնում է եւ սկսում է հակահայ միջոցառումներ կամ նյութեր պատրաստել, իբր մենք Շուշիի բանտերում կոնցլագեր ենք ունեցել, կտանքների ենք ենթարկել ազերիներին, ինչ եթե Եվրոպան հայ գերու գլխատման հետ կապված դատավճիռ է կայացրել, խայտարակ արել ադրբեջանցիներին, հիմա իրենք հակադարձում են։ Երբ ես բարձրաձայնելու, Նիկոլ, դու երբևէ Ալիևին հակադարձելու ես, թե մենակ խաղալիք Գուլբաշենկոներին ես հակադարձելու եւ նրանց հետ կապ ունեցող Գագիկ Ծառուկյաններին թվացյալ խեղճացնելով իբր հաշվի հարդարես տեսնում նաեւ այդ ճանապարհով։ Հələ փորձի Իլհամի հետ նման կերպ արվել։ Սպասում եմ